Ժորժան, քաղաքացիները ահա զանգում են, գրում են ինձ, ասում են մեր տղերքը, հերոս տղերքը, որ գնացել կռվել են, պատերազմի մասնակից են, ունեն առողջական խնդիրներ, եկել են ընդունվել են համալսարան ու հիմա համալսարանից իրանց հանում են, որովհետև չեն կարողանում վճարը տան։ Պատկերացնում եք, այսինքն այս տղեկը գնացել կռվել են, լավ, պատկան մարմիններ, կրթության, գիտության նախարարություն, կառավարություն, դուք չեք կարողանում այս տղեկին անվճար կրթություն ապահովեք։ Լավ, եթե այս տղեկը գնացել կռվել են, հայրենիքին նման ծառայություն են մատուցել, նրանք արժանի չեն ստանան անվճար կրթություն, թե արժանի են, որ հայտնվեն համալսարանից դուրս, որովհետև չեն կարողանում վճարել։ Սա աբսուրդ է, իրականում աբսուրդ է, ես կոչ եմ անում բոլորին, բոլոր այս կարգավիճակում տղերքին, իրանց ծնողներին, ովքեր որ գնացել պատերազմի մասնակից են, ունեն առողջական խնդիրներ կամ չունեն առողջական խնդիրներ, գրեք ինձ եւ ում որ հանում են, ուրեմն համալսարանից գումարը չվճարելու պատճառով, մենք փորձենք միասին բարերարների, փորձենք կոչ անենք բարերարներին, կոչ անենք բարի մարդկանց, որ հստակ գումար հավաքվի եւ տղերքը սովորեն։ Իսկ ինչ կապված է պատկան մարմիններին, մենակ կարամ ասեմ մի բան. վերանայեք այդ ձեր անարդար որոշումները, անհիմն որոշումները, վերանայեք ու ընդունեք որոշում, որ բոլոր տղերքը, ովքեր որ գնացել պատերազմի մասնակից են, անցել են թոհ ու բոհով այդ պատերազմի ծանր, իրանք ստանան անվճար կրթության իրավունք։ Եվ որևէ մեկը դուրս չմնա համալսարանից, որովհետև չի կարողանում գումար վճարել։ Դա ամոթ է մեր պետության համար, ու ես տղեկի առաջ իրոք ամաչում եմ ձեր փոխարեն։ Գրեք, տարածեք, բաժանորդագրվեք, տարածեք, որ շատ մարդ տեսնի, Ժորժան, շատ մարդ տեսնի եւ եթե նման խնդիրներ ունեն, գրեն։ Բաժանորդագրվեք իմ էջին։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ։